Մեր ցուցափեղկում նաև ներկայացված է Հայաստանում հայտնաբերված ամենահին փղազգիներից մեկը։ Փիղ տեսակի հեռավոր ներկայացուցիչ միայն ժանիքն է ցավոք սրտի դեռևս հայտնաբերվել, տեսակը կողմնորոշված չէ ցավոք սրտի։ Համեմատության համար մենք այստեղ տեղադրել ենք Ռուսաստանի Դաշնությունից բերված մամոնտի հայտնի մամոնտների ոսկորներից մեկը եւ սա մեր ալիգոցենի ֆաունայի ամենամեծ ներկայացուցիչն է Հայաստանում թերևս հայտնաբերված։ Տեծիս օվկիանոսը երբ որ վերածվեց փոքրիկ ծովի, այդ ժամանակ Հայաստանում եւ Երևանի շրջանում ապրում էին կորալային խութերը եւ հայտնի մեր խխունջները, որը շատ մեծ քանակով ենք մենք հայտնաբերել, նրանք ապրել են 23 միլիոն տարի առաջ, երբ որ Երևանի շրջանը պատված է եղել տաք ջրերի ծովով, նման այժմյա Եգիպտոսի ծովին։ Մենք նույնիսկ ունենք թեթև ռեկոնստրուկցիաներ այստեղ կատարած, թե ինչպիսի տեսք են ունեցել այդ խխունջները ծովային իրական ժամանակ, երբ որ նրանք ապրել են Երևանի շրջանում։ Այստեղ մենք ունենք ձկների նմուշներ, որոնք բնութագրվել են Հայաստանում Սամվել Պիպյանի կողմից։ Նրանք իշխանի հեռավոր ազգակիցներն են եւ այստեղի բնութագրված տեսակներից մեկը։ Այս ձկները ապրել են մոտ 1.5 միլիոն տարի առաջ Հայաստանի ընդհանուր տարածքում, տարբեր տեսակի ձկներից բացի մենք այստեղ ունենք նաև եղջյուր, որը բերվել է Սևանի շրջանից, Սևանի կողմից, որը նույնպես մոտ 1.5 միլիոն տարեկան է եւ Բիզոնուս կովկազիկուս տեսակի, այսինքն բիզոնի եղջյուր է հանդիսանում։ Նա ապրել է Սևանի շրջանում մոտ 1.5 միլիոն տարի առաջ։